Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Ժամանակին երիտասարդ Մաքս Պլանկը իր առաջի կրթությունը փորձեց ստանալ տնտեսագիտության ոլորտում։ Որոշ ժամանակ անց նա իր ընկերներին ասաց, որ տնտեսագիտությունը այնպիսի բարդ գիտություն է, որ ես դժվար թե կարողանամ այդ ամենը հասկանալ։ Նա գնաց դեպի ֆիզիկա եւ դարձավ ժամանակակից ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Այսօր ես հրավիրել եմ մեր տաղավար Երևանի Պետական Համալսարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Արա Քարյանին եւ մենք այսօր կզրուցենք ժամանակակից տնտեսագիտական մոդելների մասին եւ այն ամենի, ինչի շուրջ զարգանում է այդ գիտությունը ժամանակակից աշխարհում։ Բարև ձեզ, պարոն Քարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերս ընդունելու համար։ Պարոն Քարյան, 20-րդ դարի երկրորդ կեսի եւ 21-րդ դարի առաջի քարտի ընթացքում կարելի ասել, որ էապես փոխվեցին այն մեթոդները, որոնց միջոցով ուսումնասիրում են տարբեր տեսակի տնտեսական մոդելներ, շատ լայն սկսեց կիրառվել մաթեմատիկան, ինչ որ պահից սկսած նաև ֆիզիկայի մեթոդները սկսեցին կիրառել տնտեսական մոդելները նկարագրելու համար, եւ այժմ մենք թվակողել ենք ոնց որ թե նոր դարաշրջան, երբ ամեն ինչի թվայնացում է սկսում։ Ամենուրեք լսում են այդ բառերը blockchain, կրիպտոարժույթ, նոր հարաբերություններ, ինչ որ առումով վիրտուալ տնտեսություն։ Ես կխնդրեի մի փոքր պարզաբանեք, ինչ է դա այսօր նշանակում եւ որքանով է այդ ամենը կարեւոր։ Միգուցե blockchain-ից սկսենք եւ շնորհակալություն, շատ հետաքրքիր հարցադրումները, իսկապես սկսենք երևի ավելի փիլիսոփայական մոտեցումներից, որովհետեւ մեզ հայտնի է ընդհանրապես, որ ֆիզիկոսները ասում են, որ ամբողջ աշխարհը բաղկացած է էներգիայից եւ նյութից։ Ընդ որում կա մի շատ հետաքրքիր տեսություն, որը առաջ է քաշել էլի ֆիզիկոս Ջոն Արչիբալդ Ուիլերը, որը ասում է, որ այդ շղթայի մեջ առաջնայինը տեղեկատվությունն է, այսինքն գաղափարն է, հետո մատերիան, հետո էներգիան։ Եթե մենք ուզում ենք զարգացումը հասկանանք ընդհանրապես, թե մարդկային զարգացումը ոնց է ընթացել, այդ տեսությունը շատ հետաքրքիր է։ Ինչի՞ հիմա ես այս պրոյեկցիա անենք մեր իրականության, մեր շուրջը, կստացվի հասկանանք, թե ինչա պրոգրեսը ընդհանրապես։ Եվ այս առումով եթե ուրեմն գնահատենք, թե ինչից է բաղկացած ամբողջ այն ինչ որ մեր շրջապատում է, նյութական եւ ոչ նյութականը, պարզվում է, որ այսօր դրա հարաբերակցությունը 42-ը 58-ին է, այսինքն 58%-ը, մոտավորապես 60%-ը դա ոչ նյութական արժեքներն են, տեղեկատվությունն է, եւ 42%-ը դա այն շոշափելի ակտիվներն են, որ մենք մեր շրջապատում ամեն չկա։ Կարանք շոշափել։ Կարանք շոշափենք, եւ պատկերացնում եք արդեն կներեք մոտավորապես 60%-ը դա ոչ շոշափելի ակտիվներն են, այսինքն այն ինչ որ ստեղծել է մարդու միտքը։ Սա շատ կարևոր դիտարկում է, որովհետեւ մենք հասկանանք ընդհանրապես ինչա պրոգրեսը։ Եվ եթե այս տեսանկյունից ենք նայում եւ հատկապես դուք շեշտեցիք 20-րդ դարում եւ 21-րդ դարում, չէ՞ որ մենք 20-րդ դարի վերջը ընդունված է համարել պոստինդուստրիալ դարաշրջան։ Եվ մենք հիմա մտել ենք այսպես կոչված մետա դարաշրջան, ընդ որում շատ հետաքրքիր է, որ եւ պոստը եւ մետան այդ նախածանցները նույն իմաստ ունեն։ Դա նշանակում է հետո, եթե հայերեն թարգմանենք, ստացվի հետոյի դարաշրջանում ենք։ Դա բառախաղ է, բայց ուղղակի թարգմանության դեպքում, բայց խնդիրը այն է, որ այդ մետա դարաշրջանը եւս իր հայտանիշներ ունի, եւ ամենակարևոր հայտանիշներից ես կուզեի առնվազն երկուսի մասին ասել, որ դա առաջինը դա նաև որ տեղեկատվությունը հնարավոր դարձնել փող, որտեղ մենք գիտենք մարքսիզմը ինչ է ասում։ Մարքսիզմը ասում է դա շատ իսկապես խորը գիտություն է, խորը փիլիսոփայություն է, որ ասում է աշխատանք գումարած կապիտալ, դա է ստեղծում փող։
Բայց ասում եմ, որ այս դարաշրջանում ինքը տեղեկատվությունը կարող է փոխ ստեղծի։ Այդ բանի հիմքով, բլոկչեյն հիմքով, հեսա մենք կմոտենանք եւ մյուս կարևոր հայտանիշը դա ապակենտրոնացումն է։ Ես դրա մասին եմ ուզում հատուկ շեշտեմ։ Գիտեք ինչի, որովհետեւ մարդկային պատմությունը անցել է 3 դարաշրջան, մեծ հաշվով անցել է 3 դարաշրջան, դա գյուղատնտեսական դարաշրջանն է, որ հազարամյակներ է տևել։ Հետո ինդուստրիալ դարաշրջանը, երբ որ դա կարելի ասել 300 տարի, ընդհանրապես մարդկության պատմության մեջ 300 տարի կարելի ասել մի քիչ փոքր, քիչ ավելի, բայց բարձում է որ այդ դարաշրջանում է, որ այդ բոլոր ամենացայտուն դրսևորումները մենք ձեռք ենք բերել այդ ժամանակ, բայց բարձում է որ հիմա այդ որը ըստ էության գտնվում է կենտրոնացված բուրգի տակ, այդ ինդուստրիալ դարաշրջանն ինչ է բնորոշ, կենտրոնացված բուրգը, բայց ստացվում է որ հիմա այս նոր մետա դարաշրջանը ասում է չէ, մենք պետք է դուրս գանք այդ բուրգի տակից, բարձում է որ ապակենտրոնացվածը ավելի արդյունավետ արդյունքներ է տալի եւ երբ որ դուք նշեցիք շատ ճիշտ ասել, չէ որ այդ թվայնացումը, բիզնեսի թվայնացումը եղել է նաև 20-րդ դարում, բայց այդտեղ թվայնացում ասելով մենք հատկապես ուզում ենք շեշտենք, որ դա բլոկչեյն, այսպես կոչված բլոկչեյն թվայնացման մասին է, որը իր պրակտիկ արտացոլումը գտավ 2008-2009 թվականին այդ բիտկոյնի առաջացումից հետո։ Բիտկոյնի ստեղծողը Սատոշի Նակամոտոն այդպես էլ առեղծված այն մի հատ կերպար է, բայց ամենակարևորը որ իր կոդը գրած է բաց թափանցիկ եւ այդ կոդի համաձայն բլոկչեյնը ինչա, ինքը ենթադրում է ապակենտրոնացում, բլոկչեյն ուղղակի եթե բառացի ենք թարգմանում անգլերենից, դա բլոկներ շղթայի մեջ, ամբողջական շղթայի մեջ, եւ հետաքրքիր այն է, որ այդ տեղեկատվությունը, որ գրանցվում է բլոկների վրա, ոչ մի կերպ հետո հնարավոր չի որևէ կերպ աղավաղել, փոխել, մանիպուլյացիաների ենթարկել։ Ասում եմ, որ եթե հանկարծ որևէ նույնիսկ մի նիշ փոխվի, անմիջապես ամբողջ համակարգը շարքից դուրս է գալի եւ դրանով իսկ ազդարարում նրա մասին, որ ինչ որ մի բան այն չի, ոնց որ թե դա է նախ եւ առաջ։ Շատ ճիշտ եք նշում, որովհետեւ նրանց միջև կա այսպես կոչված կոդավորման մի համակարգ, տեսեք մեր ընկալման մեջ այդ կրիպտո բառը, չգիտես ինչի շատերին բանում է, հատկապես միգուցե մեծ սերունդի, հա, մարդկանց, կրիպտոն ընդհանրապես նշանակում է գաղտնագրում։ Այո։ Իսկ գաղտնագրումը մարդկության պատմությանը հայտնի է շատ վաղուց։ Գաղտնագրվել է ամեն ինչ, սկսած պետական, ռազմական, առևտրային, անգամ անձնական տեղեկատվություն։ Այսօր գաղտնագրումը մարդկությանը հայտնի է շատ վաղուց եւ հետաքրքիր է, ասենք նույն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այդ Էնիգմա սարքը, որի մասին առնվազն 2 շատ հրաշալի ֆիլմ գերմանական կոդերն են եղել, որը հնարավորություն որը Ալեն Տյուրինգի թիմը կարողացավ, չնայած սկիզբը արել էին լեհերը, հետո Ալեն Տյուրինգի թիմը կարողացավ, երբ որ դրանք գրավեցին Սուզանավի միջայլոց, դա իրականություն է։ Եվ այդ ֆիլմում բրիտանական հատուկ գործողության արդյունքում նրանք գրավեցին Սուզանա, որտեղից որ կարողացան տեղափոխել այդ Էնիգմայի օրինակներից մեկը եւ կոդերը հետո չարթեցին։ Դա գաղտնագրում դա հայտնի փաստ է։ Իսկ ինչ է նշանակում, երբ ասում են կրիպտոարժույթ։ Որովհետեւ տեսեք, դուք մեծերի սերունդն եք ասում, օրինակ ես ունեցել եմ զրույց ավակ սերունդի հետ։ Իրենք ասում են մենք կոպիտ ասած գումարը միշտ հասկացել ենք ինչ է։ Գումարը դա ինչ որ մի ապրանքի համարժեքն է, որի միջոցով մենք կարողանում ենք փոխանակում անել։ Կոպիտ ասած, եթե առաջ տանում էին փոխանակում էին փողը, գումար, խոսքը փողի մասն է, բնականաբար։ Եթե կար բարտերի գաղափարը, հիմա մենք դա անում ենք այլ կերպ։ Մենք ասում ենք այս ձեր ասած դրամը համարժեք է այսքան ապրանքի, ասենք 4 կիլոգրամ կարագի։ Եվ ես դրա փոխարեն այդ փոխանակման վճարում եմ։ Հիմա երբ ասում են կրիպտոարժույթի մասին, ինչ ենք հասկանում դրա տակ, ինչպես է դա։ Այս դեպքում թույլ տվեք ես մի հատ փոքր էքսկուրս անեմ ընդհանրապես փողի պատմությանը, բայց շատ կարճ։ Տեսեք, մեզ հայտնի է այդ բարտերի մասին դուք նշեցիք, բայց ընդհանրապես չէ որ մարդկությունը այդ փոքր սոցիումների մեջ է եղել, մինչև առաջացել են մեծ քաղաքներ, պետություններ, կայսրություններ, եւ այդ փոքր սոցիումի մեջ
Ուղղակի մի շատ հետաքրքիր մոտեցում ա եղել, որ տնտեսական հարաբերություններն ան գրանցել են։ Այո։ Փող չի եղել է գրանցում, եւ այդ գրանցումը ուրեմն հանաբանները ֆիքսել են, որ շատ մեծ քարերի վրա են դրանք այդ գրանցումները կատարել։ Միգուցե կավե բան, այդ կավե բաները չեն պահպանվել, փոքրիկ պլիտաները, հա, բայց այդ քարերի վրա պահպանվել է եւ նրանք տեսել են, որ դա ըստ էության գրառում է հարաբերությունների, տնտեսական հարաբերությունների, այսինքն փողի փոխարեն եղել է մատյան, գրանցա մատյան։ Այո։ Այս շատ կարևոր գաղափար է եւ այնուհետև քանի որ այդ սոցիումները մեծացել են, այդ գրանցամատյանին այլևս նրանք չեն կարող վստահել։ Ինչ որ բանի պետք է վստահեին եւ եկել է դրանից հետո մենք գիտենք փողի շատ տարատեսակներ, ընդ որում շատ հետաքրքիր է, որ ծովային մի խխունջների տեսակ կա, որը 3000 տարի ծառայել է մարդկությանը որպես փող։ 3000 տարի, դա ընդհանուր մինչև 20-րդ դարի սկիզբը։ Ուրեմն կնշանակի մենք գիտենք որ աղե Եթովպիայում աղե այդ բրիկետներն են փող անգամ եղել, հետո մետաղական փողը եւ այլ, հետո բանկնոտները թղթային։ Այո։ Սա նշանակում է որ սոցիումը, այսինքն մարդկությունը պետք է հավատա այդ բան փողը այն է ինչ որ մենք բոլորս ընդունում ենք որպես դա ինքը հիմնական 3 ֆունկցիա ունի վճարամիջոց, արժեքի չափման միջոց եւ կուտակման միջոց։ Բայց բացի այդ 3 ֆունկցիաներից ինքը պատմականորեն ավելի շատ ֆունկցիաներ է ունեցել։ Կարելի է հայկական փողի օրինակով բերել շատ մի հետաքրքիր դրամ կա, որի վրա Մասիս սառն է պատկերված, որը նշանակում է, որ դրանով ցույց է տրվել նաեւ հայի ինքնությունը կապված իր միջավայրի հետ։ Այնուհետև Բագրատունիների ժամանակ փողի վրա արտացոլվել է նաև Հիսուս Քրիստոսը եւ հայերեն գրառում կնշանակի ամբողջ մշակույթն է այդ բանի մեջ արտացոլվել։ Հա, որ մենք քրիստոնեական արմատները ազգ ենք, որ մենք այս մշակույթը կրողն ենք, փողը նաև այդպիսի ֆունկցիա կրել։ Բայց հետո եկել ենք մի դարաշրջան, երբ որ կարճ երբ որ փողը իր ոսկու պորտալարից անջատվեց, դա 1971 թվականն էր, որից հետո այսպես կոչված առաջացան ֆիատ փողերը, որը եւ այդ դեպքում ասում է, որ այդ փողը ամերիկյան դոլարը, դա առաջին ամերիկյան դոլարն է, պորտալարը Dow Jones-ի եւ այդ Nasdaq այդ ինդեքսները բաները, որ անում են, դրա հետ է կապված, որ միշտ կապում են, 71 թվականին Նիքսոնի ռեֆորմն էր, որը ասեց, որ մենք այլևս փողը, ամերիկյան դոլարը չենք կապում ոսկու ռեզերվի հետ։ Ըստ էության այն ժամանակ ասենք $1 այսքան արժեր, այսքան հիմա ասում է չէ 71 թվականին եւ առաջացավ ֆիատ փող, որը կնշանակի նորից հավատ։ Իդեպ ոսկու նկատմամբ էլ պետք է հավատ լինի, ոնց որ ես ասացի խխունջների նկատմամբ եղել, այդ նույնը ոսկու նկատմամբ։ Հիմա կնշանակի որ հավատը ընդհանրապես պետության նկատմամբ է։ Այսա շատ կարեւոր է, հա։ Եթե դու ընդունում ես ամերիկյան դոլարը, կնշանակի ընդունում ես այդ ամբողջ պետության կառավարման համակարգը, այդ տնտեսությունը կնշանակի, որովհետև 15-ից ավել մոտ 15 երկրներ կան, որ ուղղակի իրանց փողը հանդիսանում է դոլարը եւ շատ երկրներ կան, որ ուղղակի նրանք չեն հայտարարել դրա մասին, բայց իրականում էլի դոլարն է, այսինքն հանրությունը վստահում է դրան, գալիս է, այսինքն վստահության գաղափարը փողի հիմքում է։ Հիմա տեսեք մի շատ կարևոր 2009 թվականին մի շատ կարևոր, երբ որ առաջացավ բիտկոյնը, ուրեմն հիշում եք այն գաղափարը, որ ես ասացի մարդկությունը չէ որ գրառումներ էր անում։ Հիմա այդ գրառման գաղափարը եկավ այս մեր դարաշրջան եւ ստացվում է, որ մենք հավատում ենք մի բանի, որը գրանցամատյան է, ասում են բլոկչեյն նաև դրա մյուս տարբերակը կա մեծ տետրա որտեղ դու գրանցում ես շատ հաճախ այդ օրինակն ասում են նաև distributed ledger technology դա ասացիան նույն բանն է իհարկե տարատեսակների առումով նրանք տարբեր են արզունակոր հա բայց մենք բարձ խոսենք ըստ էության գրանցամատյանը ապակենտրոնացված Եվ տեսեք, առաջին անգամ մենք հավատում ենք մարդկության մտքի ստեղծածին, մարդկության մտքի ստեղծածը մենք ճանաչում ենք որպես փող։ Այսա շատ կարևոր է։
Լավ, այդ դեպքում կներեք, ես մի հարց եմ ուզում տամ, պարոն Քարյան, որ ինձ ինչպես ֆիզիկոս է հետաքրքրում, դուք սկսեցիք Wheeler-ի օրինակից, ես մի փոքր այլ հարթության մեջ այս հարցը տամ։ Ժամանակին ես մի պրակ տեսա, որը հրատարակվել էր Մոսկվայի ֆիզիկո-տեխնիկական ինստիտուտում։ Եվ այդ պրակը նվիրված էր ուրեմն ֆիզիկայի, անալիտիկ մեխանիկայի մեթոդների կիրառմանը տնտեսական մոդելները նկարագրելու համար։ Լագրանժի հավասարումներ էին լուծում, վարիացիայի միջոցով մինիմիզացիայի խնդիրներ էին, դասավորներով էին։ Ինչ-որ ժամանակ հետո մեկ այլ հոդված ես տեսա, որտեղ խոսում էին գումարի մասին, ինչպես մի վիճակագրական համակարգի, որին բնորոշ է օրինակ էնտրոպիայի գաղափարը, եւ ֆիզիկայի հետ անալոգիան հետեւյալ կերպ էին կառուցում, որ եթե դուք ունեք օրինակ գազ բազմամասնիկային, ընդ որում վիճակագրական, այսինքն շատ մեծ ծավալի դուք մոլեկուլներ ունեք, ատոմներ ունեք, եւ դուք թողում եք ինքն իրեն, այդ համակարգը գալիս է իր բնական վիճակին, որի դեպքում էնտրոպիան դառնում է առավելագույնը։ Ցանկացած արտաքին ազդեցություն կարգավորվածության է բերում, բայց դա անբնական վիճակ է եւ համակարգը արդեն նեղվում է այդ հանգամանքից։ Նույն օրինակով նրանք ասում էին գումարը, այդ ձեր ասած փողը, որին մարդիկ վստահում են, այժմ այնպիսի մեծ ծավալների է հասել, որ մենք կարող ենք այդ մեթոդները կիրառել նաեւ ֆինանսական շուկայում, համարելով, որ ոնց որ այդպիսի մեծ գումարները արդեն ինչ որ իրենց բնական օրենքներին են սկսում վիճակագրական մաթեմատիկայի միջոցով նկարագրվող բավարարել եւ կարելի է նաեւ հետեւաբար որոշակիորեն պրոգնոզներ կառուցել եւ դրա արդյունքում ինչ որ կանխատեսումներ անել։ Կարելի է արդյոք ասել, որ այդ մոդելները իրոք աշխատում են Շատ հետաքրքիր հարցադրում է, տեսեք, բայց ես մի ուրիշ առանցքից մոտենամ։ Երբ որ մենք խոսում ենք ընդհանրապես այդ փողի մասին, չէ որ կա փողը թողարկող ընդհանրապես կենտրոնական բանկերը եւ այսպես կա այսպես կոչված դրամարկային քաղաքականություն կա, որի միջոցով ըստ էության նա կառավարում են այդ ամբողջ փողի զանգվածը, հասան եւ զանգվածը կառավարում են։ Հիմա եկել է մի հատ այլ փող, որը իր հետևում թողարկող չունի։ Ահա Եվ ստեղ հարց է առաջանում, եթե իր հետևում թողարկող չկա եւ այդ դրա համար է, որ ասենք կենտրոնական բանկերը շատ կոնսերվատիվ են այս նոր փողի նկատմամբ, կարելի ասել Bitcoin-ի։ Եվ ընդհանրապես մենք ուղղակի կասենք Bitcoin-ը, որովհետեւ մնացած այլ փողերը դրանք շատ են տարատեսակները, ուղղակի նրանց ասում են altcoin-ներ, այսինքն հենց տենց այլ կոիններ, հա, որովհետեւ Bitcoin-ը կազմում է դրա մոտավորապես 60%։ Այդ ամեն ինչի։ Հիմա տեսեք, Bitcoin-ի վրա ըստ էության նրանք չեն կարող ազդեն, որովհետեւ դա իրենց թողարկածը չի։ Այս շատ հետաքրքիր կարևոր է։ Այսինքն նրանք չեն կարող նաեւ ենթարկել դա կոնտրոլի։ Ստեղ դրա հարցն է։ Ստեղից այս շատ կարևոր առանցք է։ Ըստ էության նրանք դրա վրա ներգործելու հնարավորություն չունեն ուղղակի, բայց այդ ներգործելու գործիքները անուղղակի են։ Ի վերջո անուղղակի դրա անգամ այդ կոինների վրա, Bitcoin-ի եւ մնացած կոինների վրա, այդ ռեգուլատորը կարող է ազդի այդ լիկվիդայնությունը, փողի լիկվիդայնությունը քաշելով կամ բաց թողելով, մեծացնելով զանգվածը եւ կամ քաշելով, հետ քաշելով, ինքը կարող է անուղղակի նաեւ նրանց վրա ազդի։ Դա շատ հետաքրքիր է, օրինակ մենք կարող ենք զուգահեռ անցկացնել, եթե մեկը 16-րդ, 17-րդ դարում ասեր, որ եկեղեցին կառանձնանա պետությունից, նրան ուղղակի Ջորդանո Բրունոյի նման խարույկի վրա կայրեին, բայց այսօր նույն բանն է, եթե մենք ասում ենք ըստ էության մենք ասում ենք փողը կառանձնանա պետությունից, այդ նույն բանն է, այդ նույն համեմատությունն է, եւ այսօր մենք դա պրակտիկորեն տեսնում ենք, որ ինչ որ չափով ինքը առանձնանում է, այսինքն պրակտիկորեն ինքը կա, ճիշտ է, ռեգուլատորները կարողանում են անուղղակի դրա վրա ազդել, բայց միևնույնն է, այդ գնում ենք մենք այդ ճանապարհով։ Այս է ամենահետաքրքիրը, որ հիմա տեղի է ունենում, եւ այդ ամեն ինչը հետո նաեւ ես ընդհանրապես միշտ ասում եմ, որ մի արմատից դուրս է եկել երկու ծառ։ Մեկը դա կրիպտոների ծառն է եւ մյուսը տոկենների ծառն է։ Տոկենները դա թվային ակտիվներ են ըստ էության, իսկ
կրիպտոները դա փողերն են, նո ասենք բիտկոյնը եւ դրանով ասենք ամփոփենք այդ ամեն ինչը, որովհետեւ դա շատ հետաքրքիր բան է, թե մյուս այդ ծառի վրա վերջապես ինչ է կատարում, մյուս ճյուղի վրա կամ մյուս բանի վրա ինչ է կատարում, ամբողջ տնտեսությունն է գնում դեպի թվայնացում։ Շատ հետաքրքիր բան է։ Այ երբ որ ես զուգահեռ ֆիզիկայի հետ տարա, այդ որ ասում եմ աշխատանքում որ էնտրոպիայի մասն են խոսում, նրանք ասում են որ փաստացի արտաքին ազդեցության համարժեքը այստեղ այդ ձեր ասած ռեգուլատորների, կարգավորիչների ուրեմն միջամտությունն է։ Այսինքն դա է ստիպում, որ համակարգը սկսի ենթարկվել ինչ-որ ուղղորդվածության։ Եվ նրանք պնդում են, որ եթե այդ ամենը բացակայի, ինքը առավել բնական վիճակում կգտնվի այդ նույն ֆինանսական շուկան։ Ես չգիտեմ ինչքանով դա ճիշտ է։ Ես պարզապես կարդացել եմ մի աշխատանք, որը գրված էր մատչելի լեզվով։ Կարելի է արդյոք ասել, որ այնինչ դուք հիմա նշեցիք, որ փաստորեն կրիպտոյի պարագայում այդ կարգավորիչի դերը էապես նվազում է, որ այդ շուկան կլինի ավելի բնական եւ իր այսպես ասած առավել կոմֆորտ վիճակին Շատ հետաքրքիր հարցադրում է, տեսեք, այդ բիտկոյնի կոդում մի հատ երևույթ է ֆիքսված, որ ինքը 4 տարին մեկ հալվինգի է ենթարկվում։ Հալվինգ նշանակում է, եթե դուք մայնինգ եք անում եւ ձեռք եք բերում այդ բիտկոյնները 4 տարին մեկ ինքը կնվազի, ասենք եթե սկզբում 50 բիտկոյն դուք դրա արդյունքում կարող եք վերցնել, հետո 26, հետո 13, տենց կիսվելով գնում է եւ կնշանակի, որ առաջարկն ու պահանջարկը ինքը կոդի մեջ է դրած, ինքը զսպում է, այդ կոդով ինքը զսպում է ինֆլյացիան եւ ընդհանրապես 21 միլիոնից հատ ավել ինքը չի կարա լինի 2140 թվականին բիտկոյնի մասին է խոսքը 2140 թվականին ինքը կլինի վերջի իր այսպես կոչված թողարկումը 21 միլիոն հատ, բայց ամբողջ խնդիրը ինքը որ ինքը մասնատվող է, չէ որ ինքը այսօր արժի 60000 ահա, բայց ինքը 110,000 անցել էր, 121,000-ի էր բարձրացել։ Առելի թվեր։ 121,000։ Առելի թվեր։ Հիմա ինքը իջել է, այդ տատանողականությունը շատ բարձր է, բայց մենք կարող ենք ընդամենը 5,000 դրամով իր փոքրիկ մասը վերցնել։ Ինքը մասնատվող է, այս շատ հետաքրքիր է։ Եվ մյուս կարևոր գաղափարը այդ որ տեսեք, իրենք փողերը Աստեղության մենք պետք է բիտկոյնը ճանաչենք, որտեղ մենք դրան վստահում ենք, եւ որ վստահում ենք, նա մեր համար ծառայում է որպես փող։ Բայց այս կողմում ես նշեցի, որ կան այսպես կոչված իհարկե անցել են տոկենները, ասում, ստեղ մի քիչ տերմինոլոգիայի խնդիր է, բայց այդ թվային ակտիվները, որին ասում են տոկեն, իրենց տակ ունեն նյութական կամ ոչ նյութական ակտիվ։ Փողը իր տակ ոչ բան չունի, կամ մենք հավատում ենք, կամ չենք հավատում։ Ընդ որում այնտեղ մեմկոիններ կան, ուղղակի չտարածվենք, բայց այդտեղ ակտիվները, թվային ակտիվները, իրանց տակ ունեն կամ ֆիզիկական ակտիվ, կամ անգամ ոչ նյութական ակտիվ, այսինքն ծրագիր։ Այսա շատ հետաքրքիր է, որ հիմա սրա վրա է կառուցվում տնտեսությունը։ Տնտեսական զարգացումը, այ որ ես մի քիչ առաջ ասացի, որ տնտեսության մեջ այդ 60%-ը արդեն ոչ նյութական ակտիվներն են, Այ խնդիրը սրա մեջ է եւ հատկապես 2008 թվականից հետո 4 անգամ ավելացել է դրա աճը, 4 անգամ։ Կարող եք օրինակ բերել այդ այսպես ասած մտավոր դրանք շատ են պրոդուկտի, որի հետ կապված կարելի է պարզ այդ ամենը ներկայացնել։ Առավել այսօր խոսքը 60%-ի մասին։ Հա, որովից է օրինակ։ Դրանք ուղղակի ծրագրերը, այն ինչ որ մենք աշխատում ենք կոմպյուտերով, չէ որ ինքը ունի hard եւ soft։ Խոսքը վերաբերում է soft-ին։ Soft-ը հենց ծրագիրը, այսինքն այդ ծրագիրը հաստատի դա ինտելեկտուալ աշխատանքի արդյունքն է, որը մենք ի վիճակի չենք շոշափել, սակայն այդ ամենը էապես ներազդում է մեր կյանքի վրա եւ արժե գումար։ Բոլորը ծանոթ են ՀԾ ծրագրին, այդ ՀԾ ծրագիրը ինչ է, որ ուղղակի աշխատում են ձեռնարկությունները այսօր այդ ծրագրով։ Ըստ էության դա ոչ նյութական արժեք է։ Բայց երբ որ մենք ասում ենք տոկենիզացված ակտիվ, այստեղ խնդիրն անում է, որ ինքը ապակենտրոնացված մատրիցով է եւ ինքը գտնում է on-line ռեժիմում։ Մենք Web 3-ի մեջ ենք։ Այստեղ շատ կարևոր է, որ ֆիքսենք այս խնդիրը, որ կա Web
ընդհանրապես web հասկացությունը, web 1, web 2, web 3, web 3-ը որ ասում է, որ հիմա ամեն ինչը տալիս եմ ձեր ձեռքում է, ոչ ոք չի կարող միջամտել։ Մի հարց, կոնկրետ Հայաստանի համար։ Օրինակ այս ամեն ինչի մասին մենք զրուցեցինք, ինչ էական նշանակություն կարող է ունենալ մոտ ապագայում։ Տեսեք, ես այս ամեն ինչը նշելով միշտ առաջ եմ քաշում այդ թեզը, որ կա նաև մի շատ հետաքրքիր հասկացություն, որ կոչվում է թվային դարվինիզմ։ Ընդհանրապես դարվինիզմի տեսությունը ինչի մասին է։ Էվոլյուցիոն զարգացման մասին է, ընդ որում դա շատ գրեհկացված մոտեցում է, որ ասում են Դարվինը ասել է, որ մարդը առաջացել է կապիկից։ Ինքը շատ հավատացյալ մարդ է եղել եւ ընդհանրապես այնպես բան չէր կարող ասել, բայց իր էվոլյուցիոն տեսությունը իհարկե շատ տրամաբանական, շատ բան տեսություն է, որ բոլորս դրանում համոզվում ենք։ Հիմա ամբողջ խնդիրը նա է, որ եթե մենք այս թվային դարաշրջանին չհարմարվենք, ուղղակի չհարմարվողները ինչ են լինում։ Իրանք կործանվում են։ Այո։ Այս սրա մասին է խոսքը եւ այդ թվային տոկենիզացիան ինչ հիմա հարցեցնես է ու մեկ ուրիշ ձևն է։ Ինչ կտա մեր տնտեսությանը, ընդհանրապես տնտեսություն վարելու համար ինչ է պետք։ Ամենակարևորը 3 բաղադրիչ՝ կապիտալ, ներդրումային փող, դրա մասին է, ներդրումային փող։ Մյուսը կառավարումը եւ մյուսը իհարկե ինովացիաների նկատմամբ ընկալունակությունը։ Շատ զարմանալի է, որ այդ 3-ը մեկ տեղում հնարավոր է ձեռք բերել, երբ որ դու տոկենիզացնում ես։ Միանգամից, որտեղ քո համար բացվում է նոր մի հատ միջավայր, այդ տոկենները նաև շատ հետաքրքիր է, ես ֆիզիկայից բերեմ մի հատ նաև ուրիշ օրինակ, Շրոդինգերի կատուն շատ հայտնի տեսություն է, որ ասում է, որ միաժամանակ կատուն գտնվում է կենդանի վիճակում եւ սատկած վիճակում։ Ես այդ զուգահեռը միշտ ինձ համար հետաքրքիր է, որովհետեւ այդ տոկենները նման հատկություն ունեն։ Այսպես կոչված կա security token, որը ըստ էության բաժնետոմսն է, կան տոկեններ, որոնք կոչվում են utility token, այսինքն նա հնարավորություն է տալիս որևէ ծառայությունից օգտվել, եւ կա կառավարման տոկեններ եւ միքս տոկեններ։ Կնշանակի, որ դա Շրոդինգերի տոկենն է ըստ էության այս ոլորտում։ Նա հնարավորություն ինչի՞ եմ սա առաջ քաշում այս խնդիրը, որովհետեւ մեր մոտ կապիտալի շուկան այդպես էլ չկայացավ։ Այդ բաժնետոմսերով կապիտալ ներգրավելու խնդիրը մեր տնտեսությունում չլուծվեց։ Հիմա ես ասում եմ, որ ոչ թե փակենք այդ դուռը, ոչ, մենք ուրախ կլինենք, որ ինքը աշխատի, բայց եկել է մի հատ ուրիշ հնարավորություն, որ security token-ով բիզնեսը կարող է ներգրավի միջոցներ։ Եվ հետաքրքիրը այն է, որ այդ մյուս բանը կա Ethereum կրիպտոն կա, բայց այդ Ethereum-ը բացի կրիպտո լինելուց նա նաև հարթակ է ստեղծում, որպեսզի դրա վրա դու հավաքես մատրիցաներ, ասենք ասենք բիզնես մատրիցաներ։ Եվ ամենակարևորը, որ նա շատ էներգատար չի, ինչպես բիտկոյնը, շատ երկու կարևոր հատկություն ասեմ, եւ այդ գործարքները, որ հաստատվում այդ բլոկների վրա, այնտեղ երկու մեխանիզմ կա, power of work, այսինքն ծանր խնդրի լուծման առաջարկումը հետևանքով է դա լինում, եւ power of stake։ Այս հնարավորությունը տվել է Ethereum-ը եւ այս տոկենիզացիան հնարավորություն է տալի կառավարումը շատ արդյունավետ դարձնել, գիտեք ինչի, որովհետև Ethereum-ի վրա հաջողվել է նաև նստացնել այսպես կոչված smart contract-ները, խելամիտ պայմանագրերը, ըստ էության եւ որը հնարավորություն է տալի արդյունավետ նաև յուրացնել ինովացիաները, ոչ թե մեկ ինովացիա բանանել, այլ կերպ ասած գնալ համահուն ժամանակակից այո, այդ երեքը տեխնոլոգիական հեղափոխության երեքը միասին հնարավոր է տոկենիզացիայի արդյունքում մեր տնտեսությունը, մեր տնտեսվարողները ձեռք բերեն։ Այո, շատ շնորհակալ եմ այս հետաքրքիր զրույցի համար եւ հուսանք, որ ժամանակի ընթացքում այս ամենի գիտակցությունը կգա եւ մենք կկարողանանք ձևափոխել մեր տնտեսական մոդելը համահունչ ժամանակի պահանջներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։